Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Փաշինյան, բարև ձեզ, բարև ձեզ։ Հարթ ես։ Բարև ձեզ։ Այն կողմից իմ հետ։ Պարոն Փաշինյան, Հաջան։ մենք քեզ կընտրենք, բայց մի հատ խնդրանք էլի մեր գյուղի համար։ Մի հատ բանկոմատ կամ մի հատ բանկային համակարգ, որպեսզի մարդիկ կարանան թոշակը ստանան, փող փոխանցեն, փող անեն։ Եղբայր, բայց գյուղը մենք հիմի ինձ անում ենք, որ անկանխի կանեք առևտուրը, որ մի հատ է հետ վճար ստանա։ Հասկացանք, բայց բանկոմատ պետք է, չէ՞ գյուղին։ 10 գյուղ, այս մեր գյուղը օգտվում են ստե, գնում են մի 20 Հələ մի բան ասեմ, բանկոմատը մեծ խնդիր չի, բայց ինչն է դա պետք բանկոմատ։ Պետք է, ոնց պետք է, պարոն Փաշինյան։ Այսօր ամեն մի գործար, մի հատ փոխանցում, մի հատ բան, հելում են 20 կիլոմետր հետո մենք աբարան, Ինչի համար։ Հիմա մենք ուզում ենք հերրախոսով բանկոմատ պետք է, դե բանկոմատները ուրեմն փակ եք, պարոն Փաշինյան։ Ինչ ուզում եմ հասկանամ ինչի համար։ Անկանխիկ առևտուր եք անում, եթե թոշակառուները հետ վճար են ստանում մոտավորապես 10,000 դրամ։ Մյուս քաղաքացիները քանի տոկոս էր 2%։ Այսինքն մենք ուզում ենք անկանխիկ անեք, որ ավելի շատ եկամուտ ունենան։ Հասկացանք ես, պարոն Փաշինյան, բայց բանկոմատ պետք է, չէ՞։ Մարդիկ փոխանցում են։ Բանկոմատը խնդրեմ չի, ուզում եմ հասկանամ, բանկոմատով փոխանցում չեն անում։ Բանկային մի հատ թեկուզ ասենք մի հատ բան լինի, դեն կազմակերպություն։ Եղբայր, խնդիր չկա, ուզում եմ հասկանամ ինչների տապ է։ Պետք է, պարոն Փաշինյան։ Բացատրի ինչի համար է։ Դե ասում եմ, փոխանցում ունեմ։ Փոխանցումը հեռախոսով են անում։ Դե մենակ հեռախոսով չէ։ Հեռախոսով հասկանում եմ, բայց բանկոմատ պետք չի։ Փող են անում, փող են գցում։ Հարգելիս, ձեր ազգանունը ի՞նչ է։ Գրիգորյան Հրայր։ Ասում եմ, ուզում եմ հասկանամ, խնդիր չկա, բանկոմատը ուզում եմ հասկանամ։ Եղբայր, շատ լավ, ուզում եմ հասկանամ ինչի համար եք օգտագործելու բանկոմատը, ինչ եք անել։ Բանկոմատները, պարոն Փաշինյան, ինչի համար ամբողջ։ Ես օրինակ վերջին 5 տարում բանկոմատի չեմ մոտեցել, այլ դե դու չես մոտեցում, բայց ժողովուրդը օգտվում է, չէ՞։ Ուզում եմ հասկանամ ինչի համար։ Ուզում եք հեռախոսը նայեմ ձեր։ Սովորական հեռախոսը։ Այս հեռախոսի մեջ կարաք ձեր հավելվածը քաշեք, փոխանցում անեք, բանը լույսը մուծեք, գազը մուծեք, վարձը մուծեք, բարեկամի ընտանիքի անդամի փող փոխանցեք, կարաք վճարեք, առևտուր անեք, բացարձակապես ամեն ինչ։ Հիմի նկատի ունեմ, ժամանակի ընթացքում բանկոմատները դուրս են գալու լրիվ։ Փողա փոխանցվում գալիս, դու ես փոխանցում դուրսը։ Դե բանկերում թեկուզ, բանկը լի։ Լավ, ուղղակի ուզում եմ հասկանալ ինչի համար եք օգտագործում։ 10 գյուղա կարող է գիտեք բանկից գիտեք ինչ համար 15-20 ներողություն եմ խնդրում։ Գիտեք ինչ եմ ես տենց հարցնում, որովհետև մենք շատ դեպքերում խնդիրը շփոթում ենք գործիքի հետ։ Այսինքն մենք ուզում ենք հասկանանք մարդը ինչ խնդիր ունի, մենք իր խնդիրը լուծենք։ Մարդը կենտրոնանում է գործիքի վրա, բայց ասում ենք կարող այդ գործիքը արդեն հին է, ոնց որ ասի մի հատ գութան տվեք։ Գութանը, ասենք, եղբայր ինչ եք անում գութանը, բանի, նկատի չէ կամ բան, երկու եզներով գութա, ինչի համար է պետք, վարելու համար տրակտոր ենք տալիս, վարելու համար կամ գերանտի տվեք, ինչի համար, հնձելու համար բան ենք տալիս, կոմբայն ենք տալիս, կամ նեղ տեղերի համար հնձիչ ենք տալիս, այսինքն ես ասում Աբարանի ամենամեծ գյուղն է, տարածաշրջանի եւ 10 գյուղ այսօր գնում են 20 կիլոմետր աբարան մի հատ բանկի հետ գործար կանելու մի բան անելու այո եւ մի հատ բանկի մասնա եւ բանկ հավելված եւ բանկոմատ ժողովուրդ իրականում դրա համար պետքա հեռախոս եւ հավելված բանկը մասնավոր ասենք բերելու է մի հատ շենք սարքի շենքա մեր գյուղում տրամադրում նկատի ունեմ մենք հիմա թվայնացման վրա մեծ ջանք ենք ծախսում որ հեռուստացույցի մոտ նստես հոլուսդ վճարես գազդ վճարես հեռախոսդ վճարես աշխատավարձդ ստանաս բարեկամիդ փող փոխանցես էլ ինչ կա ցանկացած գործակ նա թել իմ հեռախոսը տվեք մի հատ Հիմա ես իմ բանը հավելվածն եմ նայում ինչ ասես կա այս հավելվածի մեջ ինչ ասես կա փոխանցում
Հասկացանք, պարոն։ Փոխանցում հաշվին, Բանկերը բերեք փակենք հանրապետության։ Չէ, փակվում են, կամաց մասնաճյուղերը գնալով քչանում են։ Մասը մի հատ բերեն մեր գյուղ տնեն, մենք շնորհակալ կլինենք ձեզ առանց։ Չենք հասկանում։ Բանկ, մի հատ բանկի մասնաճյուղ, մի բան, այո, մեր գյուղի համար է։ Դա մեծ կարևոր։ Այդ մոտավորապես գիտեք ինչն է, որ ասեք մի հատ են թելով հեռախոսներից ենք ուզում։ Ասենք ինչի համար ցավները տանեմ, զանգեք, բջջային հեռախոս կա, բջջային այսինքն մենք ուզում ենք ձեր, ես էլ եմ, գիտեք, ես էլ շուտ չեմ սովորել, ես շատ դժվար եմ սովորել այս հավելվածին, բայց հիմա տենց գործողություն, երեխեքին նույնիսկ որ բանի բուֆետի դպրոցի փող եմ տալիս, սրանով եմ տալիս։ Ամեն ինչը, բացարձակապես ամեն ինչը, այդ նշանակում է, որ գնալու ոչ ժամանակ ծախսելու, ոչ էներգիա ծախսելու անհրաժեշտություն չի լինում։ Այսինքն, իսկ բանկային համակարգը մասնավոր համակարգ է, ինքը որ մի բան բերում է դնում է, ինքը պետք է դրա ծախսը հանի։ Այսինքն, չի հանելու։ Աշխարհը ոնց կա, ոնց ասենք Երևանում կա, Աբարանում կա, Աշտարանում կա, թողնուն էլ ստեղ են լինի։ Ուզում եմ հասկանալ, այնտեղ Երևանում որ դրած է, ուզում են գոնե այդ մի բանը մեր գյուղի համար։ Եղբայր, Երևանում որ դրած է, Երևանում էլա դուրս է գալիս, դա դուրս է գալիս։ Մեր ամբողջ քաղաքականություն, հիմի թոշակառուն նույնիսկ իր թոշակը չի կանխիկացնում։ Ինչի չի կանխիկա, որովհետև գիտի անկանխիկ առևտուրանի 10,000, 12,000 հետա։ Դուք անում եք տենց։ Հա, այդ եմ ասում։ Այդ են հիմա Չէ, ես նկատի ունեմ, եկեք կենտրոնանա գործի համար, եկեք ավելի լավ է մենք ձեզ օգնենք այդ ավելի լավ է գանք թվային այս հավելվածը ներկայացնող մի հատ կուրս կազմակերպենք գյուղում, որ մարդ հասկանա, ոչ բանկի կարիք կա, ոչ բանկոմատի կարիք կա, կամ բերենք մարդկանց ասենք, կարանք ասենք բերեք դրեք, 3 ամիս հետո հանելու է, ինչի է հանելու, որովհետև ասելու այս բանկոմատը, բանկը ինձ վրա նստում է 1 միլիոն դրամ, ես տեղի գործարքներից ստանում եմ 500,000 դրամ։ Ով է տալու են մնացած 500,000-ը, ես ամբողջ խնդիրը։ Դե որ ասենք Բարև Շատ լավ։ Բարև ձեզ։ Բարև եղբայր։ Բարև, վարչապետ, բարև։ Այս հարցով ես գումեմ եմ Մարակաս գյուղի բնակչությունների կողմից, 100 ընտանիքի կողմից եմ, մի րոպե ես խոսամ, 100 ընտանիքի կողմից եմ ես ձեզ դինում, որպես մեր Հայաստանի ղեկավար, որպես մեր վարչապետ։ Մենք ձեզ սիրով ընդունում, մենք սիրով հարգում ենք, միշտ էլ այն ժամանակը հարգում։ 2024 թվականի դեկտեմբերի 14-ին Արագած գյուղում աղետ տեղի ունեցավ, զնաբուկի աղետը, որը տուժեցին 100 ընտանիք, 10-11 ընտանիք ամբողջությամբ նկարը ազգային ժողովի նախագահները Ինչ հատ տեղի ունեցել։ Տեղի ունեցել, կարամ ես նկարով էլ ցույց տանք, որ ինչ ձևի աղետ եղել, 10 ընտանիք ամբողջովին կրիշեք, լրիվ տարավ, դիմում ներկայացել է մեր գյուղի գյուղապետի քաղաքապետներ, մարզպետներ, հանձնաժողով են կազմելուց հետո 2024 թվականի դեկտեմբերի 14-ին հանձնաժողով կազմել են, դիմում ուղարկել են, չգիտենք, այս 2 տարի է համարյա, ոչ մի պատասխան չկա, ոչ մի լումա օգնություն, ոչ մի լումա, պարոն վարչապետ, խնդրում ենք, մենք բոլորս 100 ընտանիքին, եթե հնարավոր է 100% օգնեք, եթե հնարավոր չի, գոնե 50, 60, 70% օգնեք, մարդիկ վարկ են վերցրել, ես իմ պարկ են վերցրել, կառուցել են այդ ծնակակին 10 ընտանիք ամեն ընտրական շրջանում նյութական խոստում տալը արգելում է, բայց այդ դիմումները կնայինք հասկանանք, բայց 2 տարի որ ընտրական շրջանակում չօգնեցիք, հիմել որ չօգնեք, էլ արդեն իզուր է։ Այս նամակը ձեզ, պարոն վարչապետ, խնդրում եմ օգնեք։ Բարև ձեզ։ Քարտեզ տվեք։ Լավ եք։ Լավ, շնորհակալություն։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ է ձեր տրամադրությունը, բարև ձեզ։ Բարև պարոն Փաշինյան։ Բարև։ Ոտը գազից չվերցնես։
մի քիչ շատ ուր էլի, հիվանդանոց սաղ ուզում են, մի 10 հատ ուր էլի բարով բաշինը։ Ձեր անունից փոխանցեմ բոլորին։ Շնորհակալություն։ Նիկոլ Նորայց, я Гагич Մամոն Ժառուտունյան, Սանկտ-Պետերբուրգ։ 19 թվից Հայաստան եմ եկել, ման եմ գալիս ձեզ հետ հանդիպել, ոչ մեկը չի տողում։ Хотя бы Папаян позвонит мне, если շատ եմ խնդրում։ Ինչ թեմայով։ Թեմա, даже ես եղել եմ ձեր տանը, Իջևան, գիտեմ Ջերջանիկ Տիկինին, ճանաչել եմ ողորմած Ջաջևովային, լսում եք ինձ։ Հարցը շատ լուրջ է։ Կամ էլ նշանակեք ես գամ Սայախնովա 44 или как там։ Հիմա իրատեսական չի, որ ես հանդիպում։ Հիմա տենում եք ընտրաշավի մեջ։ Պապոյանը թող զանգի ինձ, ես շատ։ Պապոյանը ստեղ է, մոտեցեք։ Կանչեք թող Պապոյանը ստեղ է։ Իմ աղջիկին։ Թխված։ Նա դե բուկլետ եմ ուզում։ Շատ մերսի։ Տեսեք Բայց քաղաք։ մենք նկարվենք, խնդրում եմ։ Նկարվում։ Հատանքան։ Իմ աղջիկ Ալեն Սիմոնյանին ուզում շատ։ Ես աստեղ Ալեն Սիմոնյան։ Դե բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ։ Քարտեզ, բարև եղբայր ջան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Գիտես ինչն է դրսել պայեմ հաշիվ։ Ինչ է եղբայր։ Ուրեմն սա Մոսկվայում հարսի կարգավիճակը, դու կարգավիճակում դար Մոսկվա։ Այդ դուրս է դա եկել։ Շնորհակալ եմ եղբայր։ Քարտեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք պատժել։ Երեխեք ջան, բարև ձեզ։ Նկարվելը չգիտեմ, Լեոնարդ։ Բարև երեխեք ջան։ Մերսի շատ։ Մի հատ մենակ քուքի դու։ Էս էլ քեզ։ Մեր իրական Հայաստանը պահեք խաղաղությամբ, ամեն ինչ լավ կլինի։ Շնորհակալ եմ, քարտեզ։ Որտեղ է բանը, պիկապը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Էլի։ Բարև եղբայր։ Բարև ձեզ։ Հաճույքով եղբայր, հաճույքով, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն վարչապետ, հարցով եմ ուզում դիմեմ։ Համեցեք եղբայր։ Բարի։ Այս տարածաշրջանից եմ, Ծաղկաշեն գյուղի բնակիչ եմ, ՔՊ ավականի։ Գյուղում ջրամբար ունենք, գյուղի վերևի հատվածում, Սարային հատվածում։ Ինքնահոս էլ շատ ստացված ջրամբար է, հիմա բան ունի, հոսք ունի, ներքև այդ ջուրը չի պահում։ Համապատասխան մասնագետներ բերել ենք, նախահաշիվ արել են, շուրջ 150 միլիոնի կարգի։ Ամբողջ գյուղը դրանով է ողորմում, էլի։ Ամբողջ գյուղը դրանով է ողորմում։ Այսինքն օգտագործել եք սկսել ջուրը փախնել, հա։ Սկզբից լցվում է ինքը ամեն կարում ձնալների հետ, անձևներից լցվում է 100%-ով։ Ոնց է կոչվում ջրամբարը։ Անուն ունի Ծաղկաշեն գյուղի ջրամբարն է։ Շատ լավ։ Ինքը մի 2 ամսվա մեջ մինչև ոռոգումը սկսել է, իջնում մնում է 20%-ը։ Այդ 20%-ով մի 20 օր ավել ոռոգում ենք։ Դրանից հետո նորոգման կարիք ունի։ Դրա նորոգման կարիք ունի։ Շատ լավ։ Բարև եղբայր։ Քարտեզ, բարև եղբայր։ Վերցրու, նա թխված։ Վերցրու, հայ եղբայր։ Ես եմ շնորհակալ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, քարտեզ։ Լեոնարդ Քուքիով քարտեզ։ Էլի։ Քեզ տվել են։ Ահա։ Ուրա գնացինք պիկապի։ Բարև ձեզ։ Լավ։ Չտվել եք ինձ։ Տվել է։ Ինչ պետք չի։ Քարտեզ։ Այսի արտադրի։ Շնորհակալություն շատ։ Ես գնացինք։ Բարև եղբայր։ Քարտեզից։ Ես մտա։ Քարտեզ։ Բարև եղբայր։ Բարև ձեզ։
Քարտեր Ուր ենք գնում Հեռախոսը Լևոն մի հատ տուր Քարտեզները վերցրու Այլուր ժողովուրդ ջան, ապարան խոշորացված համայնքի Արագած բնակավայրի եւ Հարակից բնակավայրի սիրելի բնակիչներ, ողջունում եմ ձեզ, ծափերով մի հատ ողջունենք իրար։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար եւ ուզում եմ ասել, որ 2018 թվականից Հայաստանի կառավարությունը Արագածոտնի մարզում ընդհանուր առմամբ մոտավորապես 300 միլիոն դոլարի ներդրում արել, 300 միլիոն դոլարի ամենատարբեր ծրագրերով, սկսած սուբվենցիաներով, շարունակած դպրոց, մանկապարտեզ եւ այլն եւ այդպես շարունակ եւ ընդհանրապես Հայաստանի բոլոր մարզերում մենք արել, բոլոր մարզերում չի որ այս փաստը հիշատակել է, բայց 2018 թվականից մինչեւ այսօր մարզերում արված ներդրումները նախկինում Հայաստանի մարզերում երբեք այդ ծավալի ներդրումներ չի արվել նույն ժամանակահատվածում, նույնիսկ ժամանակահատվածից դուրս, ինչքան արվել է վերջին 8 տարվա ընթացքում։ Բայց շատ կարևոր է նաև, որ այդ ներդրումները, որի մասին ես խոսում եմ ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, ջրագծեր, ամենատարբեր սուբվենցիոն, փողոցներ, լուսավորություն, ամենատարբեր Սկզբից թվում էր, թե ցուրտ է, բայց հենց արև բացվում է, արդեն շոկ է, չէ՞։ Շատ կարևոր եմ համարում, որ այդ ներդրումները ոչ միայն ընդհանրական են եւ վերջին 8 տարվա մեջ եւ այսօր էլ մենք եկել ենք եւ ունենք շատ կոնկրետ ասելիք, որը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ընտանիքի, գործնականում յուրաքանչյուր ընտանիքի։ Այդ որոշումներից մեկը թոշակները բարձրացնելու որոշումն է, որը հույս ունեմ դուք բոլորը տեսնում եւ զգում եք, եւ ելի ուզում եմ ասեմ, մենք 2018 թվականից 5 անգամ 5 տարբեր որոշումներով թոշակներ ենք բարձրացրել։ Եվ այսօր ուրախ ենք, որ այսօր թոշակը Հայաստանի Հանրապետությունում այնքան է բարձր, որ թոշակառուն արդյոք կարող ենք ասել, որ կարա ապրի ճոխության մեջ, իհարկե չենք կարող ասել, բայց այսօր արդեն Հայաստանի Հանրապետությունում թոշակը այնքան բարձր է, որ թոշակառուն կարող է իր թոշակով ծայրը ծայրին հասցնել, կարող է ծայրը ծայրին հասցնել։ Սա լավ է, մենք գոհ ենք, որ մեր թոշակառուն կարող է ծայրը ծայրին հասցնել։ Մենք իհարկե մեր դա բարձրագույն նպատակը չի, որ թոշակառուն ծայրը ծայրին հասնի։
Մեր բարձրագույն նպատակն է, որ թոշակառուն նորմալ ապրի իր թոշակով։ Բայց 2018 թվականին նվազագույն թոշակը Հայաստանում 16,000 դրամ ա եղել, 16,000 դրամ։ Այսօր նվազագույն թոշակը մենք դարձրել ենք 46,000 դրամ։ Այսինքն եռապատկել ենք 8 տարվա ընթացքում թոշակը եռապատկել ենք։ 2018 թվականին 16,000 դրամ թոշակով մարդը չէր կարող նույնիսկ սպառողակ նվազագույն պարենային զամբյուղը բավարարել։ Նվազագույն պարենային զամբյուղը գիտեք որն է, որ մարդը այնքան թոշակ ստանա, որ իր կյանքի համար անհրաժեշտ սնունդը առնի։ 2018 թվականին նվազագույն թոշակը նվազագույն պարենային զամբյուղից համարյա կրկնակի պակաս ա եղել։ Մենք եկել ենք սկզբից նվազագույն թոշակը կրկնապատկել ենք 16,000-ից դարձել ենք 32, բայց դա էլ բավարար չի եղել նվազագույն պարենային զամբյուղի համար։ 2023 թվականին մենք նոր հնարավորություն ենք ունեցել նվազագույն թոշակը համապատասխանեցնել նվազագույն պարենային զամբյուղին։ Այսօր արդեն միջին թոշակը համապատասխանա նվազագույն սպառողական զամբյուղին, որ ոչ միայն մարդը սնունդ առնի, այլև հետը կարենա նաև մի ուրիշ բան էլ առնի, ասենք երկու հատ բաժակ առնի իր տան համար, չգիտեմ, մի զույգ կոշիկ առնի եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ հետեւաբար սա շատ մեծ եւ էական սոցիալական փոփոխություն է, բայց մենք հիմա նաև նախընտրական ծրագրով ինչ ենք ասում ենք մենք բերել ենք հասցրել այս գծին թոշակը, բայց գնաճը միշտ կա, ժողովուրդ ջան, գնաճը տնտեսական աճի ըստ էության ուղեկցող երևույթ է։ Մենք պիտի ապահովենք, որ նվազագույն սպառողական զամբյուղից թոշակը չիջնի, այսինքն գինը բարձրացավ, մենք տեսանք, որ հետվճարն էլ հետը արդեն չի երիքում նվազագույն սպառողական զամբյուղին։ Մենք այդ թոշակը կինդեքսավորենք գնաճի չափով առնվազն, որպեսզի նույն գնողունակության մակարդակը թոշակը պահի։ Իսկ հնարավորություն ունենալու դեպքում մենք իհարկե դա կավելացնենք։ Իսկ ինչ պետք է անենք, որպեսզի հնարավորություն ունենանք, պետք է աշխատենք, բայց պետք է ոչ միայն աշխատենք, այլև պետք է ծախսենք գումարը պետականամետ ճանապարհով, պետական ճանապարհով, ընտանեկան ճանապարհով։ Էսա պատճառը, որ ես բոլորին ասում եմ, որ խնդրում եմ, որևէ գնում անելիս երբևէ խանութից առանց ՀԴՄ-ի դուրս մի եկեք, որովհետև այսօր մենք ինչ խնդիր լուծել ենք հանրապետությունում, դա նրա շնորհիվ, նաև նրա շնորհիվ, որ մենք ստվերային տնտեսությունը կրճատել ենք։ Իմիջիայլոց շատ է խոսվում այն մասին, որ ասում են 2018 թվականին բախոստացակ թալանածը հետ վերադարձնել, հետ վերադարձրիք, թե հետ չվերադարձրիք։ Ես ուզում եմ ձեզ ասեմ, որ 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մտել է լրացուցիչ 6.6 միլիարդ դոլար, որը հեղափոխությունից առաջ այդ գումարները մտնում էր կոնկրետ անձանց գրպանը։ Եվ ես կարամ նույնիսկ օրինակ բերեմ, այսօր Հայաստանի ավելի կոնկրետ օրինակներ բերեմ, այսօր Հայաստանի Հանրապետությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ունի փայաբաժին եւ վերջին 2018 թվականից մինչև 2026 թվականը ներառյալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ դրամ ավելի վճարում է արևպետական բյուջե, քան նախորդող նույն մի ժամանակ, այսինքն նախորդ տարում, պատկերացնում եք 300 միլիոն դոլար պլյուս, այսպիսի տարբեր 300 միլիոն դոլարներով մենք պետական բյուջե եւ պետության կարողությունները ավելացրել ենք, բայց այդ միայն 2026 թվականին մենք պետական թոշակի բարձրացման որոշման համար լրացուցիչ ծախսելու ենք 70 միլիարդ դրամ, միայն 2026 թվականին։ Եվ սա այդ թվում ստվերի, այդ թվում թալանածը վերադարձնելու պրոցեսը, իմիջիայլոց, ես չգիտեմ դուք լսել եք թե չէ, բայց օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կառավարության բանով, հայտով վաճառվել է ֆինանսների նախկին նախարարին պատկանող տունը
Եվ Միացյալ Նահանգները արդեն process-ը գնում է, ինչ որ մի տոկոս պահելու են իրանց ներքին բաների համար, բայց գումարի մոտավորապես 60-70%-ը փոխանցելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Դա արդեն տեղի է ունեցել։ Երկու մի քանի օր առաջ Կոտայքի Ընդամենը օրեր առաջ Վճռաբեկ դատանի վճիռը ուժի մեջ մտավ, Կոտայքի նախկին մարզպետի տունը, առանձնատունը պետականացվեց։ Եվ հիմա մենք մտածում ենք այնտեղ, չգիտեմ, ոնց կօգտագոր, դա արդեն բանն է։ Կոտայքի նախկին մարզպետի եւ որ նույնը ինքն է Գագիկ Ծառուկյանի փեսայի առանձնատունը իր ամբողջ տարածքով սեփականացրեց։ Եվ այդ տունը հիմա իրանը չէ, տունը հիմա ձերն է, ժողովուրդ։ Եվ բազմաթիվ էլի նրանք ովքեր հետևում են իմ Facebook-յան էջին, ես հատիկ առ հատիկ խորագրի ներքո ցույց եմ տալիս, թե մենք այսօր բազմաթիվ հազարավոր հեկտարներ անտառային հողեր ենք մենք վերադարձրել։ Հազարավոր քառակուսի կիլոմետրերով զբոսայգիների տարածքներ ենք վերադարձրել երեխաներին եւ համայնքներին։ Եվ այս process-ը եւ իմիջալոց հետաքրքիր գիտեք որն է, կան քաղաքական ուժեր եւ հիմնականում պատերազմի եռագլուխ կուսակցությունը մեր եւ ժողովրդի հարաբերությունների միջև խնդրեմ ստեղծել համար ասում են խոստացակ թալանածը վերադարձնենք, բայց չեք վերադարձրել։ Նախ մենք վերադարձնում ենք եւ կվերադարձնենք, բայց հետաքրքիրը գիտեք ինչ է, իրանք գալիս են ձեր մոտ ասում են, տեսեք դրանք թալանածը չեն վերադարձրել մեր մասին, բայց իրանցից ոչ մեկը չի ասում, իրանցից ոչ մեկը իր ծրագրի մեջ չի գրել, որ ինքը կվերադարձնի։ Այսինքն իրանք ուզում են թեման փակեն, թեման ջրեն, գցեն, հիասթափություն առաջացնեն։ Եվ մի հատ էլ երեք նայում եմ, երեք ես մի հատ սկսել են պատերազմի եւ իսկ ինչու մենք այսօր ժողովուրդը շատ հարց է բարձրացնում։ Շատ հիմնականում նկատի ունենալով պատերազմի եռագլուխ կուսակցության կամ եռագլուխ մաֆիային, ասում են դրանք քիմիչը հիմա պատասխանատվության չեն ենթարկվել եւ այլն եւ այսպես շարունակ։ Նախ ուզում եմ ասել, որ ապօրինի գույքով եւ մյուս process-ներով իրանք բոլորը դատի մեջ են իրականում այսօր process-ը։ Ռոբերտ Քոչարյանն էլ է դատի մեջ, Սերժ Սարգսյանն էլ է դատի մեջ եւ էլի ուրիշ, Դե գիտեք ինչի է տենց, ասում եմ, որովհետև Ժողովուրդ ջան 2018 թվականից մենք ոչ թե մի, այլ 23 ճակատով ենք կռիվ տվել, 23 ճակատով կռիվ ենք տվել, ներսի եւ դրսի 23 ճակատով կռիվ ենք տվել, մենք կռիվ ենք տվել, այսօր մենք ասում ենք եռագլուխ կուսակցություն, մենք կռիվ ենք տվել մաֆիայի դեմ, մենք կռիվ ենք տվել մաֆիայի դեմ, եւ այսօր մենք ասում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն կամ եռագլուխ մաֆիա 2018-ին այդ մաֆիան 23 գլուխ է ունեցել։ Այդ 23 գլուխները հերթով սենց կտրելով եկել ենք տակը մնացել է 3 գլուխ։ Եվ առաջիկա ընտրություններում մենք իրար հետ պետք է այդ 3 գլուխը կտրենք։ Այս է մեր խնդիրը։ Եվ սա այսօր ինչ որ տեսնում եք պատերազմի եռագլուխ կուսակցությունը կամ եռագլուխ մաֆիան, այսօր եկեք տենանք ինչ է։ Դա ըստ էության նախկին իշխանության կոալիցիան է։ Ուժեղ Հայաստան կոչվող կուսակցությունը հանրապետական կուսակցությունն է, հանրապետականը բաց աջակցել է եւ ուժեղ Հայաստան կուսակցության բանի ընտանիքը հանրապետական խմբակցության կալուգացի օլիգարխի եղբայրը եղել է ՀՀԿ խմբակցության ղեկավար եւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար երկար տարիներ։ Եվ մի հատ էլ գլուխ են գովում, մի անգամ որ ես խոսել էի, ասում են այ դուք մեր բարեգործությունը պարզվում է Սևանի մասնավորապես, համենայնպես իրանք տենց են ասում, չեմ էլ հետաքրքրվել, ինձ տենց շատ Սևանի ընկեցավայրը, որտեղ հիմա մեր տիրապետության տակ է, պարզվում է իրանք են սարքել, անը դրել են բարեգործություն, պատկերացնում եք, ասենք երկրի հիմա մեկը Հայաստանի Հանրապետություն
ինձ համար բարեգործություն անի, բռնի ինձ համար ասենք ենթադրենք բան կառուցի։ Մի 5 միլիոն դոլարանոց տուն, ասի դե բարեգործություն եմ անում։ Ու դրանք ընդհանրապես բարեգործության թեման շատ էական է։ Այսօր օլիգարխներ կան բարեգործի տրամաբան, այդ մարդը բոլորիցս հոսանքա գողացել, ավել փող գրելա ամբողջ հանրապետության վրա։ Այդ մարդիկ հայրենասիրությունից են խոսում, ուրեմն զորաբասի, մանկապարտեզի, չգիտեմ պետական հիմնարկների, անհատների վրա, հենց կալուգացի օլիգարխը, ավել հոսանքի գումարները ավել գրել են, փողները դրել գրպանները, ինչ բարեգործություն։ Նույն եւ բանի Սերժի համար դղյակներ են կառուցել։ Այդ է դրած բարեգործությունը։ Նույնն էլ վերաբերվում է բանին։ Մյուս Բելարուսամետ օլիգարխին։ Հետո գործեր կան քննվում են եւ կքննվեն։ Որևէ մեկը ես ձեզ 100%-ով ասում եմ, այդ օլիգարխներից որևէ մեկը իր գողացածի եւ կալուգացի եւ Բելարուսամետը իր գողացածի 5%-ը չի տվել թեկուզ տուկի թելի կամ բրնձի ձևով։ Հիմա նրանք այդ կանալից են զրկվել 6 միլիարդը, որի մասին ես ասում եմ, դա Սերժի, Ռոբի, Գագոյի, Սամվելի կրպանից է կտրվել։ Եվ հիմա նրանց վնգունը դրա համար է դուրս գալիս, որովհետև նրանք ուզում են շարունակեն ձեր հոսանքը գողանան եւ դրա 5%-ը տուկի թելի ворթնած բրնձի ձևով ձեզ վերադարձնեն։ Բայց մենք այսօր ասում ենք, հա մի հատ էլ բան է անում, երեք ասում եմ ԲՀԿ-ի ղեկավարի տղեն կրակել է, հետո փախել է Հայաստանից, հետ էլ կարակ ասեք ինչի է փախել։ Այո, որովհետև միջև հիմա մաֆիոզ դրսևորումներ կան եւ ում բռնում ենք մենք պատժում ենք շատ խիստ ձևով։ Շատ խիստ ձև, հիմա էլ ասում է բանը, ասում է դե հունիսի 7-ից կգա, ասում է մեզ ձայն տվեք, մենք ուզում ենք բանի քաղաքացիական պայմանագրի բանը իշխանությունից հեռացնենք, ասում է տղես հունիսի 7-ից կգա, այո կգա, որ շարունակի Աբովյանում կրակել, որ գա, որ Կոտայքում կրակել, Երևանում կրակել, Արագածոտնում կրակել, նրանց ուզածը էդ է։ Իրանք ասում եմ Ղարաբաղ, ինքան Ղարաբաղ են ասում եմ տո լսեք, ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը Ղարաբաղում մի փամփուշտ կրակել, հա? Չէ, չի կրակել, բայց դուք մագազիններ եք դատարկել Երևանում, Աբովյանում, Բալահովիտում, նրանց խնդիրն է նա, որ Երևանն ու Հայաստանի Հանրապետությունը դարձնեն մաֆիայի մարտադաշտ այն դեպքերում, երբ որ դիմադրություն կլինի, իսկ հիմնականում նրանց հույսն է նա, որ դիմադրություն չի լինելու։ Եվ ես էլի ասում եմ, սա ժողովրդի իշխանության ունենալու եւ չունենալու մասին է։ Հայաստանում այսօր կան բազմաթիվ խնդիրներ, բայց Հայաստանում այսօր կան բազմաթիվ լուծված խնդիրներ։ Մենակ թոշակի մասին ես որ ասում եմ, այդ դարակազմիկ հարց է, որ մենք լուծել ենք։ Առողջության ապահովագրություն, առողջության ապահովագրություն։ Ամենակարևոր հարցն է։ Մենք Շատ շնորհակալ եմ։ 65+ տարիքի առողջության ապահովագրությունը ինչի հաշվին ենք մենք լուծում ժողովուրդ ջան։ Դրանց թալարացի կանալները, բանը ծորակները փակելու շնորհիվ։ Եւ այսօր 65 տարեկան պլյուս 65+ կան մարդիկ, որ օգտվել են առողջության ապահովագրությունից։ Բոլոր տեղերում Համաձայնեք, որ դա իրականություն է, թե դա հերթական իրականություն է։ Բայց կա մարդ, որ նախկինում քրոնիկ հիվանդությունների համար փողա տվեց դեղը առել, հիմա դեղը անվճար է ստանում։ Կան այնպիսի մարդիկ։ Հիմա այդ մարդկանց դեպքում մենք կարենք ասենք, որ դեր թոշակը իրականում ոչ թե 10,000 + 10,000-ով ավելացել, այլ ավելացել է 10, մարդը ձեռը բարձրացրեց 40,000-ով ավելացրել։ Իսկ 40,000-ը այսօրվա Հայաստանի Հանրապետության պայմաններում արդեն լուրջ թիվ է, եւ այս փոփոխություն դուք իմացեք, բա ինչի ուր է եղել այդ գումարները, ուր է եղել, բա ինչի է հիմա դուք փաստացի ենթադրենք 40,000 ավելացել է, ենթադրենք հիմա համարեմ ընդհանուր եկամուտը գալիս է մի քիչ 70,000-ին 80,000-ին մոտ է կանգնում։ Բա 2018 թվին ինչի է նվազագույն թոշակը եղել 16,000 դրամ։ Որովհետև Կալուգացին ու Բելարուսը բարեգործություն անելիս են եղել։
Բայց հիմա դուք բարեգործության կարիք ունեք։ Հիմա դուք ձեր բարձել նրանց խնդիր է եղել, որ ձեզ դնեն բարեգործության կարիքի մեջ, որ ամեն անգամ մտնեն գյուղերը եւ ձեռը բարձած մարդկանց տեսնեն, որ ձեռը բարձած մարդկանց հեշտությամբ կառավարեն։ Այսօր դուք ձեր բարձելու անհրաժեշտություն չունեք։ Գիտեք ինչի չունեք, որովհետև ձեր պետությունը ձեր կողքին կանգնած է։ Եվ ես ասում եմ, առողջության ապահովագրությունը մենք ներդրել ենք, այո, 65+ տարիքի մեր թոշակառուների համար, բայց նույնքան դրել ենք 65+ տարիքի մեր թոշակառուների զավակների համար, որովհետև ով տարիքով ծնող ունի, միշտ մտքում մի լարվածություն կա, բա որ մի առողջական խնդիր եղավ, ո՞նց ենք լուծելու։ Հիմա տալիս եք այդ հարցը, բա որ ծնողիս հետ առողջական խնդիր ունեցավ, ո՞նց ենք լուծելու։ Այո, տալիս եք այդ հարցը, բայց ունեք պատասխանը, որովհետև ձեր պետությունը, ձեր կողքին կանգնած ձեր ծնողի առողջության հարցը լուծելու է։ Եվ էսա փոխվել 2018 թվականից Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այս փոփոխությունն է նաև որ պետքա տեր կանգնենք։ Հիմա էլ ասում են, այդ առողջության ապահովագրությունը ընտրություններից հետո չեղարկվելու է։ Դա կատարյալ անհետ, այո, եթե իրանք ընտրվեն, հաստատ կչեղարկվի, երաշխավորում եմ, որովհետև այդ 6.6 միլիարդին նրանք ծարավ են եւ սոված են։ Ասում է, մենք տեսած ենք, դուք ինչ եք տեսած։ Մենք չենք տեսած։ Բանի հոսանքի, լսեք, մանկապարտեզի վրա հոսանքի ավել փող գրող Կալուգացի օլիգարխը ոնց կարա ասի ես տեսած եմ, դուք չտեսեք։ Այս վերջերս մի հատ գործ եմ բերել բանը, ուրեմն օլիգարխներից մեկը ու դրանք, շատ ուրեմն օլիգարխներից մեկը բան արել, տրանսֆորմատորները բան արել, ներկրել, որ ինքը ինչ-որ այդ կրիպտո արժույթների ֆերմա ստեղծելու համար դե դրանք շատ հոսանք է բանանում, ծախսում։ Բերել է, հետո այդ կրիպտո արժույթների գործը չի ստացվել, հետո այս մի օլիգարխը այդ բերած տրանսֆորմատորները խելագար գներով վաճառել է այս մի օլիգարխին, դե պարզա, ավել պակասնել ինչ են արել, այդ էլ հերթական գործն է։ Բայց դրա համար են ասում, դրա համար են դուս եկել ընտրությունների, որ այդ մարդիկ բիզնեսմեն ըլնեին, այդ մարդիկ բիզնեսմեն ըլնեն, ինչ գործ ունեն իրանց քաղաքականության հետ, ինչ գործ ունեն, եւ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ, այդ օլիգարխներից մեկի տղեն է պատանդ, ձեզ հայտնի երկրում, այն մյուսի ունեցվածքն է պատանդ, ձեր հայտնի երկրում, եթե դուք ուզում եք ձեր պետությունը ղեկավարեն պատանդները, ես ասում եմ դրանք պատանդ են, մեկի տղենա պատանդ, մյուսի ունեցվածքն է պատանդ, և ձեր ընտրությունը դրա մեջ է, դուք ուզում եք, որ ձեր երկիրը ղեկավարեն և ձեր անունից հանդես գան նրանք, ովքեր պատանդի կարգավիճակում են, բառից բուն իմաստով պատանդի կարգավիճակում, բայց իրականում ժողովուրդ ջան, այս ամեն ինչ էլ որ ասեցի, դա ամենակարևորը չի, իսկ ամենակարևորը, որը ուզում եմ ասել և եկել եմ ասեմ, այս տենց ուղղակի միջայլոց էր, ամենակարևոր բառը, որ ուզում եմ ասել, հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն 9 ամիս հաստատված է խաղաղություն, և ես ուզում եմ բոլորից շնորհավորեմ խաղաղության առիթով։ 2025 թվականը առաջին օրացուցային տարին է, այսինքն որ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ոչ զոհ ենք ունեցել ոչ վիրավոր հակամարտության բերումով, այդ նկատի ունեմ։ Ու այդ մարդիկ ասում են, մեր ժամանակ ասում են խաղաղություն ա եղել։ Այն պարագայում, երբ 91 թվականից ամեն տարի, այսինքն տենց մի տարի չենք ունեցել, որ մենք սահմանին զոհեր և վիրավորներ չունենանք։ Եվ այս մարդիկ ասում են, այ մենք լավ խաղաղություն կհաստատենք, որովհետև մենք գիտենք խաղաղության հաստատելու ձևը։ Այդ մարդկանց պատկերացրած խաղաղությունը այն է, որ տարին մի 5, 6, 7, 8 զոհ ալնում, մի տասնյակ վիրավոր ալնում,
Իրանց համար դա խաղաղություն է, ինչի, որովհետև այդ զոհվողները իրանց զավակները չեն։ Ես էլի ասում եմ, դա երևի ճիշտ բան չի, անընդհատ ընդգծել եւ հույս ունեմ դուք բոլորդ գիտեք։ Այդ թվում իմ որդին ա եղել իրադարձությունների ամենակենտրոնում եւ ինչքան էլ փորձեցին լեգենդներ, լավ էր որ այն մարդիկ ովքեր ականատես են եղել տասնյակ մարդիկ վկայեցին այդ ամեն ինչի մասին եւ հետեւաբար մեր ամենակարևոր խնդիրը առաջիկա ընտրություններում խաղաղությանը տեր կանգնելն է եւ շատ են խոսում դրա մասին, ի վերջո խաղաղությունը կա, չկա, իրական չի։ Ես խաղաղությունը համեմատում եմ 9 ամսեկան երեխայի հետ։ Երեխան երբ որ ծնվում է եւ 9 ամսեկան է, ինքը կա թե չկա, ինքը իհարկե կա։ Այն ընտանիքում, որտեղ 9 ամսեկան երեխա կա, այդ երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է։ Այդ երեխան այդ ընտանիքի ուրախությունն է։ Այդ երեխան այդ ընտանիքի երջանկությունն է։ Եվ ես համարում եմ որ այսօր մենք տեսնում ենք, որ հանրապետությունում մթնոլորտը էական փոխված է եւ իմ կարծիքով այդ մթնոլորտը փոխված է հենց 9 ամսեկան այդ երեխայի խաղաղության շնորհիվ, որովհետեւ մարդկանց տրամադրությունը փոխվել է։ Բայց Ժորժ ջան, ինչ տեղի կունենա 9 ամսեկան երեխայի հետ, եթե մենք նրա նկատմամբ խնամք չտանենք, եթե մենք նրա նկատմամբ հոգ չտանենք, այդ երեխան չի ապրի։ Այդ երեխան չի մեծանա, այդ երեխան ոտքի չի կանգնի եւ հետեւաբար մեր խնդիրը նույնն է ինչ որ 9 ամսեկան երեխայի խնամքի դեպքում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է տեր կանգնի իր 3 ամսեկան 9 ամսեկան երեխային հա մեկ էլ նոր թեմա են մտածել ասում են 300,000 ադրբեջանցի է վերադառնալու ասում են Փաշինյանը Եվ Փաշինյանի կառավարությունը 300,000 ադրբեջանցի է վերադարձնելու Հայաստան։ Մեր կառավարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին է վերադարձնում Հայաստան։ 2025 թվականը անկախությունից ի վեր առաջին տարին է, երբ որ Հայաստանի քաղաքացիների արտագաղթը գնացած քաղաքացիները ավելի քիչ են եկել, քան վերադարձը։ Մենք արդեն մեր իրանց իշխանությունների ժամանակ հեռացած միլիոնավոր մի միլիոն միջև քաղաքացիներից 8,600-ին 2025 թվականին վերադարձրել ենք եւ կարծում եմ բոլորիդ համար ակնհայտ է 2025 թվականի ընտրություններում ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը այդ վերադարձը շարունակվելու է 80,000-ը դառնալու է 8,000-ը դառնալու է 80,000 80,000-ը դառնալու է 800,000 եւ նրանք բոլորը լինելու են ձեր հարազատները եւ բարեկամները այն հայերը որ քրե օլիգարխիկ ռեժիմի հետապնդումների պայմաններով փախել են Հայաստանից Հայաստանի Հանրապետությունը այլևս տեղ չի որտեղից պետքա փախնել Հայաստանի Հանրապետությունը տեղը որտեղ պետքա վերադառնալ եւ մեր քաղաքական ուղերձը նրա մասին է որ Հայաստանը մակարման եւ գոյատևման օրակարգից դուրս է եկել եւ մտել է ապրելու եւ զարգացման օրակարգ մեր առաքելությունը եւ մեր ուղերձը նրա մասին է որ կյանքի եւ ապրելու դռները Հայաստանի Հանրապետությունում բացվել են եւ դուք պետքա տեր կանգնեք խաղաղությանը պետքա տեր կանգնեք կյանքին եւ պետքա տեր կանգնեք ապագային իսկ դրա համար հարկավոր է մի բան մենք փորձել ենք այդ բոլոր խնդիրների լուծումը կենտրոնացնել մի գործողության մեջ եւ ձեզ կոչ ենք անում 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում գնալ ընտրական տեղամասեր եւ քվեարկել 16-րդ քվեաթերթիկով եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք որովհետեւ պետությանը ապագային անկախությանը խաղաղությանը արագածին ապարանին Արագածոտնի մարզին Հայաստանի Հանրապետությանը Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը շնորհակալ եմ Ես խոսքերի ամբողջ
Առնողը Զանիկա կկործանե։ Համաձայն եմ։ Ուղղակի ուզում եմ Արդեն ինչա։ Ես նա հարցադրում ունեմ ձեզ, ուզում եմ հասկանամ, Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի արտարադատություն, թե ոչ։ Գոյություն ունի, բայց ամբողջական չի։ Եթե գոյություն ունի արտարադատություն, Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով հողային օրենսգրքի մասին է խոսքը 67-րդ հոդվածը սահմանում է 10 տարի եւ ավել բարեխիղճ անընդմեջ օգտագործման հիմունքով դիմել եմ Հայաստանի ընդհանուր իրավասության դատարան վճիռը կայացվել է, ուղարկվել է կադաստրի պետական տեսություն, մերժում է գալիս։ Ինչի համար ով է հրահանգել, որ մերժում են, ինչ Դատարանը ինչա որոշել։ Դատարանը որոշել է նախապատվության էսա վճիռը իրավունքով հատկացնել Ռոդիկ Ռազմիկի պատասխանին։ Խնդրում եմ Տիկին Գալյանին մի հատ եղեցրեք, ի՞նչն է պատճառը։ Կադաստրի կոմիտեի ղեկավարին հիմա կասենք։ Ուրա Թոմասյանը Շնորհակալ եմ ժողովուրդ։ Քարտես։ Մի հատ է Սուրգուտի պապային ռուսիչնիկի ծանոթներու Եղբայրս պայմաններում հարցը վարկապել, հաջող։ Շատ խնդրամ, այդ ընդի Քարտես։ խնդրանք են չետ վերջի, չետ Գնայք։ Շնորհակալ եմ ժողովուրդ։ Մերսի շատ։ Հաջող։ Ապարանք խոշորացված համայնքի Արագած բնակավայր, սիրում եմ բոլորիդ։